Նոր միտումներ կան Բուդաղյանների գործով և շատ մտահոգիչ միտումներ, ինչպես ես մի քանի անգամ մինչև այսօր տարբեր առիթներով այդ նաև ասուլիսների ժամանակ ասել էի, Արա Բուդաղյանի կալանավորումը, Արա Բուդաղյանին մեղադրանք առաջադրելը եղել էին առանց որևէ փաստական հիմքի։ Եվ մենք անընդհատ այդ մասին բարձրաձայնում էինք, անընդհատ այդ հանգամանքը շեշտում էինք, ներկայացնում էինք դատարաններում այն ճակերտավոր հիմքերը, որոնցով որ քննիչները փորձում էին Արա Բուդաղյանի առնչությունը այդ դեպքի հետ հիմնավորել, ցույց էինք տալիս, որ այդտեղ ընդհանրապես որևէ Արա Բուդաղյանի ձևավորությունը մատնանշող որևէ փաստ ապացույց գոյություն չունի։ Եվ վերջին ժամանակաշրջանում մենք նկատել ենք շատ մեզ համար մտահոգիչ մի միտում, մեզ հասած տեղեկություններով նախաքննական մարմինը փորձում է հիմա արդեն անօրինական ճանապարհներով ապացույցներ ձեռք բերել Արա Բուդաղյանի դեմ։ Ինչի մասին է խոսքը, ես հիմա մի փոքր մանրամասն եմ անչափ, ինչչափ որ իրավունք ունեմ ես փուլում։ Կա այսպիսի ընդհանրապես, կա այսպիսի մի կեղտոտ տեխնոլոգիա, որը որ հաճախ չի կիրառվում, բայց երբեմն կիրառվում է, որ որևիցե մեկին, մեղադրյալներից որևիցե մեկին խոստանում են, որ իրեն, ասենք, կարող են ազատ արձակել կամ կարող են իր մեղադրանքը փոխել ավելի մեղմով, պայման դնելով, որ ինքը ցուցմունք տա մեղադրյալներից մյուսի նկատմամբ։ Եվ այս տեխնոլոգիան իհարկե այս տեխնոլոգիան կիրառվում է ինչպես նորմալ պայմաններում նորմալ մեթոդների շարքում կարող է լինել, այնպես էլ ինքը կարող է կիրառվել հակաօրինական ձևով, օրինակ, եթե մեղադրյալին ասում են դու ցուցմունք տուր են մյուս մեղադրյալի դեմ, մենք այնպես կանենք, որ օրինակ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն կստանանք, որ դու այլևս չես կարող մնալ կալանքի տակ և քեզ կազատենք կալանքից։ Սա իհարկե ակնհայտ անօրինական տեխնոլոգիա է։ Եվ ես հիմքեր ունեմ ասելու, որ այս պահին այդպիսի տեխնոլոգիա է այդ գործով կիրառվում, մեղադրյալներից մեկին հակել են ու հիմա էլ հակում են իրականությանը չհամապատասխանող կեղծ ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ, որի դիմաց նրան խոստացել են ազատ արձակել, իսկ ինչ ձևով են խոստացել ազատ արձակել, նշանակված դատաբժշկական փորձաքննությունը ամենայն հավանականությամբ եզրակացություն է տալու, որ այս անձը այլևս հնարավորություն չունի առողջական վիճակից ելնելով գտնվել կալանքի տակ և նրան ազատ են արձակելու կալանքից, իհարկե էլի պայման դնելով, որ ինքը միշտ պիտի ցուցմունք տա Արա Բուդաղյանի դեմ։ Սա ակնհայտ անօրինական տեխնոլոգիա է,